Ովքեր են առաջադրվում Հայաստանի նախագահի պաշտոնում։ Քանի քաղաքացի է մասնակցելու առաջիկա նախագահի ընտրություններին։ Այսօր տեղի ունեցավ ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության նիստը, որին մասնակցում էր նաև արտասահմանում բուժումից վերադարձած Ստեփան Դեմիրճյանը։ Խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց. Որոշում ընդունվեց, որ նշանակվում է մեր կողմից Էթիկայի ժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը։ Այսօր բանավիճում էին Հանրապետական Հովհաննես Սահակյանը եւ Ժառանգության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։ Խոսքը գնում էր ընտրակեղծիքների, ինչպես նաև Ժառանգություն ազատ դեմոկրատներ հակասությունների մասին։ Ժառանգություն կուսակցությունը ոչ մասնակցված վիճակա, ոչ էլ դիսպարտ, ոչ էլ վարչություն, խմբակցությունը կուսակցություն է չի։ Ռուսաստանի ձայն ռադիոկայանը դադարեցրել է վերահեռարձակման մասին պայմանագիրը։ Ռադիոհայի հետ վկա է կոչելով վերջինիս տնօրեն Անդրեաս Ղուկասյանի քաղաքական գործունեությունը։ Ըստ նախագահի տեխնացուի, մենք տրամադրված ենք հաշվարկել վնասը եւ ներկայացնել դա Գոլոս Ռասիային, որ հատուցի, եթե չհատուցի կդիմենք դատարան։ Խմբագիրներ Արմինե Օհանյանն ու Արման Բաբաջանյանը գտնում են, որ այս ընտրություններն անցնում են պասիվ, միապաղաղ եւ ձանձրալի։ Փաստորեն մեր հիմնական գործառույթը թողած, նաև ինչ-որ առումով քաղաքական օրակարգ ենք փորձում ստեղծել։ Այսօր ԿԸՀ-ում բաց դռների օր էր։ Քաղաքացիները սակայն չէին շտապում օգտվել հանձնաժողովի անդամների հետ շփվելու հնարավորությունից։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պարզաբանեց, թե ինչի համար են պետք նման միջոցառումները։ Կտրվի ուրեմն պատշաճ տեղեկատվություն կապված հատկապես քվեարկության ընթացքի հետ կապված լուսաբանման ընթացակարգերի մասին, ինչպես նաև քվեարկության արդյունքների ամփոփման ամբողջ գործընթացի մասին։ Կառավարությունն այսօր մերժեց մի շարք падգամավորների առաջարկը։ Բոլոր մայրերին, անկախ նրանից աշխատում են թե ոչ, երեխաների խնամքի համար 18000 դրամ նպաստ մուծել։ Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը հիմնավորեց այդ որոշումը։ Քանի որ միջնաժամկետ ծախսերի ծրագրում նման գումարներ այդ ծրագրի համար նախատեսված չէին, մենք բնական է, որ բացական եզրակացություն էինք տվել նախագծին։ Ստոմատոլոգներն այսօր ցույց էին անում կառավարության շենքի մոտ, բողոքելով արտոնագրային վճարների մասին օրենքում փոփոխությունների դեմ, որոնք իրենց կարծիքով կնպաստեն արտագաղթի։ Սել եմ ուզում մեկնեմ, քանի որ 13 տարի աշխատում եմ որպես ատամնաբույժ եւ չեմ կարող ես թանկացնել այդ գները։ Մինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանը ահազանգում է, որ Արագածոտնի մարզի Սադոնց եզդիաբնակ գյուղում աղանդավորական քարոզչություն է իրականացվում։ Մեզ ուղարկել էին տեսանյութ, որտեղ կազմակերպությունը ներկայացնող Նարինե Խաչատրյանը խոսում էր, որ իրենք այնտեղ մանկապարտեզ են հիմնել եւ իրենց նպատակն է եզդիներին շակերտավոր ասած խավարից հանել եւ տանել դեպի լույսը։ Այժմ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում IFE-ի աշխատասենյակում։ Արձագանքելով Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի տարածած այն հայտարարությանը, որտեղ հանրապետականը դատապարտում է քաղաքացիների անձնագրերի տվյալների հավաքագրումը, Հայ ազգային կոնգրեսի անդամ Գուրգեն Եղիազարյանն ասել է. իրենք իրենց չեն բռնելու, իրենք են հավաքում այդ տվյալները եւ մենք որևէ մեկի անունը չենք տալու, քանի որ մարդիկ հացի կարոտ են, ասել է Գուրգեն Եղիազարյանը։ Իսկ հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուս Սահակյանն այսօր այցելել է հացադուլ հայտարարած նախագահի տեխնացու Անդրեաս Ղուկասյանին, որից հետո կիսել է իր տպավորությունները։ Նրան ուրախացնում է այն փաստը, թե Անդրեաս Ղուկասյանը, ինչպես ինքը եւ բոլոր հանրապետականները ցանկանում են, որ Հայաստանը լինի անկախ, եւ ըստ Գալուս Սահակյանի այս պահին կարեւոր չէ, թե ով կդառնա Հայաստանի Հանրապետության նախագահ։ Իսկ նախագահի տեխնացու Վարդան Սետրակյանը արդեն մտածում է, թե նախագահ դառնալուց հետո ինչ է անելու։ Նա դեմ չէ, որ աղջիկները ծառայեն հայկական բանակում, նրան միայն մտահոգում է այն փաստը, որ հայ աղջիկներն ու տղաները չեն կարող ծառայել նույն վայրում։ Օրվա լրահոսը։ Նախագահի տեխնացու Ռաֆի Հովհաննիսյանն այսօր հասցրեց հանդիպել Չարենցավանի, Բյուրեղավանի եւ Նորհաճնի բնակիչներին։ Չարենցավանում նա մոտեցավ եւ հերթով բարևեց նաեւ Սերժ Սարգսյանին սպասող քաղաքացիներին։ Չարենցավանի հրապարակում տեխնացուն խոսեց իր նախընտրական ծրագրից, պատասխանեց քաղաքացիների հարցերին։ Մենք կարող ենք բարձրացնել 50%-ով ամիջապես ձեր կենսաթոշակները, ոչ թե սուտ է կամ հեքիաթ է, ինչպես գործող նախագահ ինձ մեղադրում է։ Բյուրեղավանում եւ Նորհաճնում էլ Ռաֆի Հովհաննիսյանը բացատրեց իր ծրագրով նախատեսված բարեփոխումների յուրաքանչյուր կետը։ Իդեպ բացատրեց նաեւ, թե ինչու է բոլորին մեկ առ մեկ բարևում։ Միադասով բարև դալու ստանալու եւ դրա մեջ որևէ ամոթ բան չկա, ոչ արևմտյան տեխնոլոգիա, սա հայկական բարև է եւ այդ բարևի մեջ հզոր ուժ կա, եթե ուզենանք ի վերջո խոսքը վերածել գործի։
Այսօր Եղվարդ քաղաքում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հնարավորություն ունեցան միայն ընտրյալները, որոնց մեծ մասը եղվարդցիներ չէին։ Եղվարդի մշակույթի տան դահլիճը Սերժ Սարգսյանի ժամանումից 1 ժամ առաջ արդեն լեփլեցուն էր տարբեր շրջանների բնակիչներով, որոնք խոստովանեցին, որ քարոզարշավի ընթացքում միշտ ուղեկցում են նրան։ Սիրով միշտ էլ մասնակցում ենք բոլոր հանրահավաքներին եւ հանդիպումներին ամեն անգամ եւ մեր հույս ունենք, որ մեր լավ ապահով Հայաստանը ներկայանաք հիմնական գծով նոր Երզնկայի մսուր մանկապարտեզի տնօրեն։ Եղվարդում Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու հույսով եկած Արագյուղից ազատամարտիկ Համլետ Մեժլումյանին այդպես էլ չհաջողվեց ներս մտնել դահլիճ։ Եղվարդի մշակույթի տան մուտքը հսկող հանրապետականներին նա խոստանում էր ամեն ինչ անել, միայն թե իր նամակը փոխանցեն Սերժ Սարգսյանին։ Նորմալ ամենի կանտրենք մեր նախագծը։ Իդեպ Սերժ Սարգսյանի հանդիպմանը նաև մեզ չհաջողվեց ներկա գտնվել։ Սերժ Սարգսյանի թիկնապահներից մեկը, որը ներկայացավ Արգիշտի անունով, նույնիսկ արգելեց դրսում նկարահանումներ անելը, ասելով, թե պետք է նախապես հավատարմագրվել։ Նախագահի առաջիկա ընտրությունների արդյունքները կախված չեն ընտրողների թվից, վստահ է Հայ հեղափոխական դաշնակցության падգամավոր Արծվիկ Մինասյանը։ Եթե մի քիչ հումորով վերացենք, ապա նվազագույն ներկայացվածությունը մեկ անձն է, մեկ ընտրողն է, որովհետև Սահմանադրության համաձայն երկրի նախագահը ընտրվում է, եթե առաջին փուլով է, ապա բոլոր մասնակիցների տրված կողմ ձայների 51%-ով, այլ բան, որ ընտրությունների մասնակցության ակտիվությունը եւ ընտրողների ցուցակների հրապարակումը պետք է ավելի շատ քաղաքական վստահության տեսակետից գործողություններ ձեռնարկվեն։ Հայաստանի Հանրապետական կուսակցության падգամավոր Արփինե Հովհաննիսյանը չի կիսում այն տեսակետը, թե հանրությունը անտարբեր է փետրվարի 18-ի ընտրությունների նկատմամբ։ Ես լիահույս եմ եւ վստահ եմ նաեւ, որ այդուհանդերձ քաղաքացիները ընտրում են հանրապետության նախագահ եւ բավարար չափով մասնակցություն կցուցաբերեն։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կասկած չունի, որ իշխանությունները ընտրություններին կօգտագործեն բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները ցանկալի արդյունք ապահովելու համար։ Նրանք հետազոտում են, որ մարդը ինչ խոցելություններ ունի, բանակում երեխա, չգիտեմ, դպրոցում աշակերտ, որի վրա կարող են ճնշել, աշխատանքի հետ կապված հարցեր եւ այլն եւ այլն։ Այս բոլորը օգտագործվում է մարդու վրա ճնշում գործածելու համար եւ նրան տեղամաս ուղարկելու համար, որ նա քվեարկի հօգուտ Սերժ Սարգսյանի։ 17-ամյա Գագիկը վաղուց արդեն ոչ մի երազանք չունի, իսկ մանկության երազանքները չի հիշում։ Այսօր իր միակ սիրելի զբաղմունքը ծովախոզուկներն են։ 2007 թվականից Գագիկի երկու երեկամներն էլ չեն գործում։ Բժշկական հետազոտության արդյունքում ախտորոշել են քրոնիկ երիկամային անբավարարություն։ Բուժում եմ, վիրահատվեմ, մի 6 տարի փոշքես կդիմանա կպայթի կեթա։ Չէ, դա փչանը էլի հոսքի։ Դի փոխեմ նորից, էլ հավես կա այդքան փող ծախսեմ, փոխեմ։ Արդեն 6 տարի է պատանին գտնում է բժիշկների հսկողության ներքո եւ օրը մեջ 3 ժամյա դիալեզ է ընդունում։ Ի տարբերություն Գագիկի նրա մայրը երազանք ունի, ուզում է, որ որդին ապրի առանց դիալեզի։ Եթե թույլ տային խոսքի ինչ որ մի ձևի հնարավոր է պերիսատկան ստեղ անել։ Ես էլի համաձայն եմ խոսքից ստեղ անեմ, քանց է տանեմ դրսում։ Ես արդեն ամեն ինչի համաձայնում եմ, մենակ թե նորմալ լինի, ես երեխան պրսնի այդ դիալեզից։ Այսօր Արաբկիր բժշկական կենտրոնում բուժվում են երիկամի անբավարարություն ունեցող մոտ 2000 երեխաներ, որոնց մի մասը օրը մեջ ստիպված է դիալեզ ստանալ, մաքրել իրենց արյունը։ Լավ, որակով դիալեզով կարելի է տասնյակ տարիներ, բայց այդտեղ մենակ խոսքը դրա մասին չի, թե քանի տարի կապրի, խոսքը դրա մասին է, թե ինչպես նա կապրի, ինչպես նա կարողանա այցելել դպրոց, ստանալ ուսում եւ պիտանի լինել հասարակության հետագայում, հասկանում եք, այնպես երեխաների համար դիալիզը լավագույն մեթոդը չի, մենք դրան դիտում ենք որպես շատ ժամանակավոր։ Մհեր Շահինյանը վրձինը ձեռքն է վերցրել միայն 41 տարեկանում եւ այսօր արդեն բազմաթիվ կտավների հեղինակ է։ Ինքնուս նկարիչը երբևէ որևէ դասընթացի չի հաճախել։ Պատահաբար վրձինը ձեռքը վերցնելը կապում է Աստծո հետ։ Աշխարհիկ ոչ մի բան Աստծոս հետ եմ կապնում։ 130 կտավի հեղինակը չի շտապում իրեն արվեստագետ անվանել։ Նա նկարում է այն, ինչ զգում է։ 6 տարիների ընթացքում երբեք որևէ կտավ չի վաճառել։ Նախընտրում է դրանք նվիրել, իսկ քննադատություններն ընդունում է սիրով։ Ասում եմ կփոխեմ անպայման, բա դուք ճիշտ եք, ասում չեմ փոխել։ Մարտի 15-ին տեղի կունենա նկարչի առաջին ցուցահանդեսը։ Չի բացառում, որ որոշ կտավներ այս տարի կվաճառի։ Ստացված հասույթը բարեգործական նպատակներով օգտագործելու համար։ Մեզ Տերը օգնում է, մենք էլ փորձենք օգնենք մարդկանց։
Անկախ Հայաստանի պատմության մեջ նախագահի տեխնացուները հանրությանը ներկայացել են տարբեր հետաքրքիր կերպարներով, նրանց մեծ մասը հարցազրույցներ են տվել ԱՄԵԿ+-ին։ Այսօր հետաքրքիր է դիտել մի քանի հատվածներ այդ հարցազրույցներից։ Օրվա գլխավոր թեման։ Ես չեմ լինելու վարչապետ, ընտրվի այլ նախագահ, եւ ոչ թե նրա համար, որ ես եմ որևէ մեկի տակը փորելու, այլ նրա համար, որ ես կարծում եմ ով էլ ընտրվի որոշ պրոբլեմներ ինքը իր մեջ ունենալու է կապված նաև իմ անձի հետ։ Պրոբլեմները իմ մեջ չի լինելու, պրոբլեմները ընտրված մարդու կոմպլեքսների մեջ է լինելու։ Մի քիչ թափի ազդեցության խնդիր է լինելու եւ նոր ընտրված նախագահան ես կարծում եմ, որ միշտ խանդի զգացմունք է ունենալու կապված իմ ազդեցության հետ, իմ անձի հնարավորությունների։ Շատ անգամ մարդիկ աշխատում են իրենց կողքը պահել իրենցից մակարդակով ցածր մարդկանց, որ ինքնա հաստատվեն։ Դա ամենավտանգավոր բանը։ Փորձելու եմ համախմբել հասարակությունը։ Ես չեմ բաժանելու յուրայինների եւ ոչ յուրայինների։ Առաջի հերթին պետք է ժողովրդին հանել այս դեպրեսիայից։ Ես ասում եմ, ես հրաշքներ խոսք չեմ տալիս, բայց ես համոզված եմ, որ հրաշքները կունենա այն ժամանակ, երբ ժողովուրդը վերականգնի հավատը իր իսկ ուժերի նկատմամբ։ Կամ մենք պետք է շանորդի լինեինք, կամ նորմալ մարդիկ լինեինք, այդ մարդկանց տված քվեների տեր կանգնեին, եւ մենք իշխանության մեջ էլ, ընդդիմության մեջ էլ մեր սկզբունքներից չենք շեղվել, դրա համար էլ գնալով ամեն օր մարդիկ միանում են մեզ։ Հայաստանում երբեք ժողովրդավարություն չի եղել, բայց իշխանության տերը մենք տեսականորեն ընդունել ենք եւ սահմանադրության մեջ էլ ամրագրված է, որ Հայաստանում իշխանության գերագույն կրողը ժողովուրդն է։ Եթե սահմանադրության մեջ այդ դրույթը կա, դրանից ելնելով ես ասում եմ իշխանությունը, որ ըստ սահմանադրության ժողովրդինն է, հիմա նրան չի պատկանում, պետք է վերադարձնել։ ՀՀՇ նույնպես լիքն է նման այդ նոմենկլատուրայի։ Քաղաքական գործունեության բացակայությունը, երբ հրապարակային քաղաքականությունը փոխարինվում է այդ կաբինետային խարդավանքներով, այդ դեպքում այլ արդյունք ակնկալել անհնար։ Մարզպետներ, նահանգապետներ, ես իմել ինչ գյուղապետներ, ամեն ինչը գործի է դրված, բայց ես չեմ կարծում, որ այնուամենայնիվ նրանց հաջողվի այս անգամ կեղծել ընտրությունների արդյունքները, բայց եթե եւս մեկ անգամ այդ հաջողվի, այս ժողովուրդը արդեն դա չի հանդուրժի։ Պետք չի տարին մի նախագահ փոխի Հայաստանը, պետք չի ասել հեռացիր, պետք է ասել աշխատիր։ Ով էլ որ հիմա գա իշխանության պարտավոր է դնել նոր սահմանադրության խնդիրը կամ շատ էական փոփոխություններ կատարվեն այդ սահմանադրության մեջ։ Երկու հայ կա, երկու ներսում ինչ է մտածում եւ դրսում, ինչպես կա երկու մտավորական, որը ներսում ուրիշ բան է մտածում իր տանը եւ գործում է լրիվ ուրիշ կերպ, իսկ երբ որ բարձրախոս ես միացնում կամ հանդիսատես ես դեմ տալիս, նա լրիվ ուրիշ մարդ է։ Ես իմ ողջ գիտակից կյանքում ինձ պատրաստել եմ մի այնպիսի դերակատարություն ստանձնելու, որը մեծապես կնպաստի Հայաստանի Հանրապետության զարգացմանը, մեր ժողովրդի բարեկեցության բարձրացմանը։ Դա իմ առաքելություն։ Լճացման պահ կա այստեղ։ Լճացումը ավելի վտանգավոր է, քան ցնցումը ես գտնում եմ։ Որտեղ ցնցումը տեսանելի է, ցնցումը զգալի է, եւ ժողովուրդը կարողանում է դրան ինչ-որ հակազդել, ինչ-որ մի բուժում, դեղատոմս, այսինքն եթե ավելի կոպիտ ասենք, քիրուրգիական միջամտության անհրաժեշտություն ծագում։ Նախագահի տեխնացուների ռոտացիան Հայաստանում 22 տարում տեղի է ունենում բավականին դանդաղ։ Կան մի քանի գործիչներ, որոնք նախագահ են առաջադրվել մի քանի անգամ, կարծելով, որ երկրորդ կամ երրորդ անգամ իրենց բախտը կժպտա։ Բայց փորձը ցույց է տալիս, որ երկրորդ անգամ ընտրվում է միայն գործող նախագահը։ ԱՄԵԿ+-ի հյուրասրահում է նախկին արտգործնախարար, ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը։ Պարոն Արզումանյան, իշխանությունը վերարտադրվելու սովորություն ունի։ Արդյոք դա նշանակում է, որ ամեն անգամ ընտրությունները կանխորոշված են։ Կարելի է նման եզրակացություն անել, հաշվի առնելով անցած փորձը, որ 91 թվականից հետո որևէ իշխանություն չի զիջել ընտրությունների միջոցով
իր պաշտոնը, միակ դեպքը դա հրաժարականն է, բայց նաև գործող նախագահն է վերընտրվել, այնպես որ բայց դա կլիներ շատ հորետեսական մոտեցում, պետք է ամեն ինչ անենք, որ կարողանանք ի վերջո հասնենք նրան, որ իշխանությունը ձևավորվի ժողովրդի քվեի ուրեմն պահանջով եւ դրան դեռևս չենք հասել, բայց աշխատելու տեղ ունենք։ Ոչ մի նախագահ կարծես թե երկրորդ անգամ ընտրվելու հնարավորություն չի ունեցել, այսինքն այդքան ձայներ, այդքան համակրանք չի ունեցել, բայց ընտրվել է։ Այս անգամ նույն բանն է, նույն վիճակն է։ Ամեն ինչ տանում է նրան, որ փորձը ցույց է տալիս եւ վերջին խորհրդարանական ընտրությունները, որ նախագահները ունեն ադմինիստրատիվ ռեսուրս, ունեն տեղական ֆեոդալների լիակատար աջակցությունը, ունեն գյուղապետերի աջակցությունը եւ որևէ դեռևս նախագահ չի հրաժարվել այդ ուրեմն ռեսուրսը ամբողջությամբ օգտագործելու գայթակղությունից։ Պետք է գանք նրան, որ նախագահը նույնպես եւ նախագահի թիմը գործող ցանկացած նախագահի թիմ գիտակցի, որ այլևս պետք է փորձեն ուրեմն առաջնորդվեն իրենց պաշտոն տված ժողովրդի քվեներով եւ ոչ թե այդ ռեսուրս։ Գնալով հնարավորությունները քչանում են։ Եթե տարիներ առաջ բիրտ ուժի միջամտությամբ էր, գիտեք, որ արկղներ էին գողանում, փախցնում էին նույնիսկ դիտորդներին ծեծ սպառնալիքներ էր տեղի ունենում, հիմա շատ ավելի, այսպես ասած, sophisticated ձևեր են գտել խախտումներ բարդ իրականացնելու, կարծում եմ գնալով այդ բարդ եւ ընդդիմությունն է փորձելու գտնի բարդ ձևեր դրա դեմն առնելու եւ ի վերջո բոլորիս համատեղ ջանքերով հասնելու ենք։ Բացառված է, եթե մենք բոլորս պայքարենք մեր իրավունքների համար ամեն օր, ամեն տեղում եւ այսօրվա այդ էկոլոգիական շարժումը, մյուս նախաձեռնությունները, որոնք հաղթանակներ են փոքր գրանցում, մենք պետք է գիտակցենք, որ իշխանությունը միայն հասարակության պարտադրանքով է, որ գնում է փոփոխությունները եւ մինչեւ մենք չպարտադրենք, իշխանությունը փորձելու է օգտագործել իր լծակները։ Կարելի է արդյոք ասել, որ կանխորոշվածությունից ելնելով նրանք, ովքեր առաջադրվել են, նրանք ջուր են լցնում իշխանության ջրաղացին եւ լեգիտիմացնում են անօրինական ընտրությունները։ Նո, ես նման գնահատական չէի տա, որովհետեւ գիտեք, նույն բանն է, որ ասենք բոլորս ով Հայաստանում ապրում է, հարկ է մուծում, աշխատում է, չգիտեմ, իր գործով է զբաղվում, ջուր է լցնում այս իշխանության ջրաղացին, քանի որ լեգիտիմացնում է։ Այսինքն մենք պետք է անհնազանդություն հայտարարենք ամբողջ ազգով, չմասնակցենք, չնստենք երթուղային տաքսիներ, որովհետև դա օլիգարխներին է պատկանում, խանութ չգնանք, դա էլ կարելի է մեծ ցանկության դեպքում այդպես ընկալել, բայց ոչ, սա մեր երկիրն է, ցանկացած իշխանություն դա վարձու աշխատող է, որին մենք ընդունել ենք աշխատանքի, մենք այդ գիտակցությամբ մինչև չառաջնորդվենք, չենք բան անի։ Հիմա կան տեխնացուներ, որոնք համարվում էին ուժեղ տեխնացուներ եւ չեն դրել իրենց տեխնացությունը, բայց աշխարհը դրանով չի ավարտվել եւ չեմ կարծում, որ հայ ժողովուրդը այնքան տկար է, որ 1-2 մարդուց բացի ուրիշ տեխնացուներ տեսնենք, գնանք ծրագրերին ծանոթանանք եւ ընտրենք ըստ մեր խղճի, ըստ մեր ուրեմն պահանջների։ Շնորհակալություն։ Իմ զրուցակիցն էր ազգային ժողովի պատգամավոր նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը։ Ժառանգություն կուսակցության նախագահ, նախագահի տեխնատու Ռաֆի Հովհաննիսյանը քարոզարշավի շրջանակներում այսօր Կոտայքի մարզում էր, նա հանդիպել է չարենցավանցիների հետ եւ նրանց կոչ է արել կուսակցության դրոշները իջեցնել, քանի որ հայերը ունեն մեկ դրոշ, դա Հայաստանն է, մեր մարզային լուրերը։ Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը Գյումրու զարգացման ուղղված ծրագրի շրջանակներում անցկացրել է բիզնես գաղափարների մրցույթ։ Ներկայացվել է 12 բիզնես գաղափար անհատների եւ կազմակերպությունների կողմից, 3-ը Երևանից, 9-ը Գյումրիից։ Լավագույնները պետության կողմից կարժանանան դրամաշնորհների։ Մրցույթի էությունը նրանով, որ մենք ֆինանսավորենք ոչ թե բիզնես պլան, այլ բիզնես գաղափար։ Այսինքն մարդը ոչ թե բիզնես պլան է գրում բյուջեով եւ այլն, ինքը ներկայացնում է գաղափար, որը կարող է շատ լավ բիզնես դառնալ։ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունք ունեն մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներից մեկը։ Գումարը պետությունը հատկացնում է աշխատանքային հարաբերություններում գտնվողներին։ Այժմ օրենքը վերանայման փուլում է։ Որոշում մենք առայժմ չունենք։ Երևի հարցը քննարկման փուլում է։ Երեխաներն են կամ պահանջ ունեն, որ 18,000-ը մենակ տակդիրներին երևի հազիվ հերիք են է։ 18,000-ն ինչ է։ Հիմիկվա պայմաններում մեզ թանկության որ երեխային հերիք է, չէ, շատ քիչ է։
Շիրակի մարզի Արևշատ գյուղում մշակույթի տունը անմխիթար վիճակում է։ Արևշատի համայնքապետը դիմել է տարբեր կազմակերպությունների, որոնք հնարավորություն ունեն վերանորոգել շինությունը, սակայն որևէ գործնական քայլ չի ձեռնարկվել։ Կուլտուրայի տունը շքեղություն է համարվում։ Ժողովրդական կոլեկտիվ ունենք երկու, երկուսն է կանգնած են, մանկական խմբեր ունենք, պոեզիայի թատրոն ունենք, մանկական թատրոն ունենք, բոլորն է համարյա տեղ կանգնած վիճակում են։ 5 տարվա ընթացքում կանեմ այնպես, որ չարենցավանցիների բոլոր արտագաղթած հարազատները վերադառնան հայրենիք, ինչի արդյունքում կունենանք ոչ թե պարտադրանքի, այլ ազատ Հայաստան։ Կհանդիպենք վաղը։